ներվայնացի օֆիկ, ոչ չներվայնանամ։ Իսկ գիտեմ մենք միլիոնատեր ենք։ Չու ձախ ջարդել փշրելով ման են գալիս։ Ինեն խեղճոնիկս ընդեղ Ռուսաստանները առավոտից իրիկուն տանջվում, չարչարվում, փող աղարկում, որ սրանց ես տեղ պահեմ, սրանք էլ ջարդը փշրում են ցախ։ Այդ տղատ կարեն։ Հետո էլ ասում ես էլի, շրջապատը, չէր կարում իր կելքը գլխին մարդ գտներ, ես ժամացույց տայր նորմալ վերանորոգեին։ Ես պետք է ժամացույցը ընկերուհուց ծնունդին նվիրեի։ Ձերս էլ ոչ մի կոպեկ փող չկա այ մարդ, չեմ անելու, վերելակի գումարտել նոր հիշեցին, հավա պետք է ունեցել։ Բարև ձեզ, տիկին Օֆիկ։ Բարև Դավիթ։ Օֆիկի տրամը տեղում չի։ Բանա պատել տիկին Օֆիկ, ձեզ նման չեք։ Չէ, գործերի տեղի։ Հոգնեցի, վայ։ Էդ ինչ եք անում տիկին Օֆիկ։ Կոֆե կխմես Դավջան, հեսա ձյանիս ասեմ պատրաստի։ Չէ, տիկին Օֆիկ, մերսի, եթե դուք ուզում եք խմեք։ Ես հեսա իմը կբերեմ։ Ես ինչ արագ պատրաստեցիք տիկին Օֆիկ։ Այ տղա, չգիտես որ Օֆիկի տունը սուրճը միշտ պատրաստի է լինում։ Կարող եք տեսես էլ զույգերի նոր հանդիպումն է, որտեղ է ժամերով սպասի մինչև աղջիկը պատրաստվի։ Տիկին Օֆիկ, ձեր ժամանակով էլ էր, հա, փաստորեն տենց որ աղջիկը երկար սպասացնել էր տալիս։ Դե ոչ բոլոր դեպքերում Դավջան։ Ես օրինակ Օնոյից երկար սպասեցնել չեմ տվել։ Դրա համար մեր երրորդ հանդիպումից հետո ինձ ամուսնության առաջարկություն արեց այդ գժուկս։ Իսկ որտեղ եք հանդիպել առաջին անգամ։ Վայ նոր ստերունդ, վայ։ Դուք չգիտեք էլի, հանրապետության հրապարակում։ Ասեմ ավելին, ժամացույցի տակ։ Իրականում տիկին Օֆիկ, ես միամիտ էս հարցը չտվեցի, բան էի լսել, ուզում էի ճշտեի։ Հələ մանրամասնի։ Տիկին Օֆիկ, ինստիտուտում հանձնարարություն են տվել, պետք է Երևանի հրապարակների մասին խոսենք, ու ես որոշել եմ խոսեմ հանրապետության հրապարակի ու գլխավոր ժամացույցի մասին, ու տարբեր տեղերից տարբեր ինֆորմացիաներ եմ հավաքել։ Վայ, կարաս Դավջան, ինձ պատմես։ Ես այսքան հրապարակ եմ գնում, համարյա թե բան չգիտեմ հրապարակի մասին։ Մի կարևոր բան էլ ես իմանամ, ես կավելացնեմ Դավջան։ Ուրեմն լսեք, տիկին Օֆիկ, Հանրապետության հրապարակի նախագծումը կատարվել է 101 տարի առաջ, 1924 թվականին, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի կողմից։ Շինարարության սկիզբը դրվել է 1926 թվականին, Հողագործության ժողովրդական կոմիսարիատի երկհարկանի շենքի կառուցմամբ, որը հետագայում ներառվել է կառավարական առաջին տան կազմի մեջ։ 1936-ից 38 թվականներին կառուցվել է Հողժոմկոմատի շենքի երրորդ հարկը։ 1940-ից 1990-ական թվականներին այս տարածքը կոչվել է Լենինի հրապարակ։ Հրապարակի եզրային հատվածում մինչև 1991 թվականը կանգնած է եղել նրա արձանը։ Սովետական միությունից Հայաստանի անկախացման շեմին հուշարձանը ապա մոնտաժվել է։ Պատվանդանը դատարկ է մնացել եւ հանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Հրապարակը վերանվանվել։ Լսի Դավջան, բայց այդ պատվանդը ինչ են արել տեղյակ ես։ Պատվանդանը տիկին Օֆիկ։ Բայց ես ինչ ասեցի այդ տղա։ Հավան իմաստա։ Պատվանդանի տեղում 2000 թվականի դեկտեմբերի 31-ին տեղադրվել է հսկայական խաչ։ Ոյ, ինչ հետաքրքիր է Դավջան, բաժամոցույցի մասին ինչ կասես։ Տիկին Օֆիկ, ձեր նման ինչքան սիրող սրտեր են ժամանակին համացանցի բացակայության պատճառով իրենց առաջին հանդիպումը պայմանավորվել ժամացույցի մոտ։ Մի ասա։ Երևանցիների մոտ մի այսպիսի հետաքրքիր համոզմունք կար, որ եթե տղան կամ աղջիկը չէին ուշանում պայմանավորված ժամից, ապա դա համարվում էր լուրջ վերաբերմունքի նշան։ Ժողովուրդն ասում էր, ով հրապարակում սպասել գիտի, նա սիրել էլ գիտի։ Ես չեմ ուշացել։ Դրա համար երկու սիրող սրտեր իրար միացան։ Հրապարակի ժամացույցը շատ ստույգ է տիկին Օֆիկ։ Հա, Դավջան, մի բան էլ ես պատմեմ։ Ուրեմն, եթե 3 անգամ հրապարակում հանդիպում ես, դա համարվում է ոչ թե սովորական հանդիպում, այլ ուղարկված հանդիպում։ Շատերն ասում են, որ այդ տեղից ավելի ամուր են հանդիպումները, քան ցանկացած այլ վայրից։ Շատ լավն էր տիկին Օֆիկ, անպայման կավելացնեմ դա էլ։ Լավ, սրանք դեռ ամենը չեն տիկին Օֆիկ։ Չոք ես այսօր եղել այդ հələ պատմի տեսնեմ էլ ինչ կա։ Կա նաև եւս մեկ հետաքրքիր փաստ կապված հանրապետության հրապարակ մուտքի հետ։ Այսպես կոչված չգրված օրենք։ Նկատել եք, երբ որ մենք ինչ-որ տեղ ենք շտապում, մուտք գործելով հրապարակ, ինքնին դանդաղում ենք մեր քայլերում։ Այստեղ մուտք գործելիս հարկավոր է խորը շունչ քաշել, կտրվել առօրյա հոգսերից, 7 աղբյուր ցայտաղբյուրից խմել մաքուր հոսող ջուր ու պարզապես հիանալ այդ գեղեցկությամբ։ Ոյ, Դավջան, ես վստահ եմ, քո ելույթը լինելու է ամենալավագույնը։
Այս հրաշքառույցը Տիկինովիկ տասնամյակներ շարունակ եղել է պայմանավորվածությունների խորհրդանիշը ու մինչև օրս էլ շարունակում է յուրաքանչյուր հայի մեջ սերմանել սերը, ջերմությունը, պատմությունը, միասնականությունը եւ վերջի վերջո պատասխանատվությունը սեփական երկրի նկատմամբ։ Այսօր Հանրապետության հրապարակը ոչ միայն քաղաքի զբոսաշրջային այցեքարտն է, այլև շատ պատմական պահերի վկան։ Դով ջան, նենց կարևոր բաներ ես ասում։ Ոյ, այդ տղալը նայ է, հրապարակից խոսեցինք, ժամից խոսեցինք, ինքը սկսեց աշխատել։ Ես վազեմ արագ հրապարակ, մի հատ ստույգ ժամ իմանամ, որ նվիրեմ ընկերուհուս։ Վայ, Տիկինովիկ, վայ։